Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել եւ 48 ժամ տվել դրանք ուղղելու համար։ Թերի լրացված փաստաթղթերը Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունը, Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների Դաշինք կուսակցությունը եւ Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը կարող են շտկել մինչեւ մայիսի 2-ը ժամը 18-ը։ Կառավարության նիստին զուգահեռ Մայրաքաղաքի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել, դժգոհում են վթարային շենքերի անմխիթար վիճակից ու խնդրի հանդեպ, ինչպես իրենք են ձևակերպել գործադիրի անտարբերությունից։ Թաղամասի բնակիչները պնդում են, արդեն 5 տարի է իրենց խոստանում են լուծել այս հարցը, բարելավել շենքի պայմաններն ու ապահովել անվտանգությունը, բայց այդպես էլ որևէ քայլ այդ ուղղությամբ չի արվում։ Կառավարությունից որևէ պատասխանատու պաշտոնյա բողոքավորների հետ հանդիպման չի իջել։ Լրագրողները առանց սահմանների կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը 34-ից հայտնվելով 50-րդ տեղում։ Կազմակերպությունը յուրաքանչյուր տարի հրապարակվող փաստաթղթում նշել է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիա դաշտին, այն շարունակում է մնալ բևեռացված, բախվել ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով եւ Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև երկրի բարդ դիրքով։ Պետեկամուտների կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայողները բացահայտել են խոշոր չափի կանխիկ գումարի տեղափոխման դեպք։ Զվարթնոց օդանավակայանում ուժեղացված վերահսկողության շրջանակում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մոտ են հայտնաբերել շուրջ 65 միլիոն ռուբլի։ Նրան ձերբակալել են եւ տեղափոխել քննչական կոմիտե։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է տնային կալանք, հաջորդ օրը նույն գործով իրավապահները նրա ազգականի մոտ եւս հայտնաբերել են մեծ գումար։ Երկրորդ քաղաքացուն նույնպես ձերբակալել են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։